Երեք օրով ընկերներով գնում ենք հանգստի։ Ինչ հասցրեցինք եւ ուր գնացինք այս 3 օրերի ընթացքում։ Հանդիպում ենք Աննայից եւ շարժվում դեպի Չքնաղ նորավանք։ Իրականում մեր այս 3 օրվա պլանները կապված էին միայն եղանակի հետ եւ ինչպես տեսնում եք եղանակը ուղղակի հրաշալի էր։ Նորավանքում մոմ ենք վառում շրջում տարածքով, հիանում գեղեցկությունով եւ շարժվում դեպի ջերմուկ։ Ճանապարհին մեր ռոմանտիկ ամուսինները մեծ ծաղիկներ են նվիրում, որպեսզի ել ավելի բարձրանա մեր տրամադրությունը։ Շատ լավն է, քեզ շատ։ Հասնում ենք ջերմուկ, որտեղ 2 օրով ամրագրել էինք հյուրանոց։ Տեսարանը ուղղակի հրաշք էր, հյուրանոցը 10-ից 10 էր, մաքսիմալ վայելել ենք։ Ճաշելուց հետո բոլորով իջնում ենք լողավազան, լավ հանգստանում ենք, որպեսզի հաջորդ օրը կարողանանք բացահայտել ջերմուկը։ Այսպես անցավ մեր առաջին օրը, հաջորդ օրը արթնանում ենք, նախաճաշում, երեխաներին հանձնում ամենալավ պապաներին, իսկ մենք գնում ենք առողջարանի պրոցեդուրաները վայելելու։ Հա, իդեպ հետո էլ մենք ենք փոխարինում, որ հայրիկներն էլ վայելեն իրենց պրոցեդուրաները։ Հետո գնում ենք Եղնիկի մոտ, այնուհետև շարժվում դեպի Հայաստանի ամենասիրուն ջրվեժը տեսնելու։ Էլ ինչ ջերմուկ առանց տաք հանքային ջրերի, որը հենց մեր հյուրանոցի կողքին էր։ Սկսում ենք 3-րդ օրը, նախաճաշում ենք ու շատ արագ շտապում դեպի Շաքիի ջրվեժ։ Այստեղ ես առաջին անգամ էի ու զարմանում եմ, թե ինչու եմ բաց թողել այսքան ժամանակ այս հրաշքը։ Եվ այսքանից հետո վերջապես հասանք ամենասիրուն Տաթևի վանքը։ Իհարկե հասնել այստեղ ու չնստել ճոպանուղի չէինք կարող։ Ինչ խոսք, տեսարանը ուղղակի հրաշք էր։ Տաթևի վանքում հանդիպում ենք Տեր Միքայելին, ստանում իր օրհնությունը, բացահայտում ենք Տաթևի վանքը, շրջում տարածքով եւ վերադառնում Երևան։